կրակոցների հետ կապված հակառակորդը վերջին շրջանում Սյունիքի համայնքների ուղղությամբ ակտիվացել է այս մասով ինչ կարող եք նաև ասել։ Շնորհակալություն հարցի համար։ Ես իմ կարծիքը ունեմ այդ հարցի շուրջ։ Նախ ներողություն, որ բառս ես ձև եմ օգտագործում, փողոցում կա մի հասկացողություն, օդ կրակող մարդկանց դիտարկում են ամենացածր պերսոնի ոչ մի բան։ Հիմա մեր թշնամին, ոչ թե հակառակորդ ձեզ բոլորիդ եմ կոչանում, որ բոլոր մեր հակառակորդ չդիմեք թշնամի ասեք։ Թշնամին հիմա օդ է կրակում, եթե օդ է կրակում անլուրջ պետք է նայենք եւ ես հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, խնդրում եմ, որ այդ ձև չձևակերպենք։ Գիտեմ, ես վերջի անգամ 3-4 եմ այնտեղ եղել, հավաստիացնում եմ, որ ոչ մի երեխա, ոչ մի ծեր, ոչ մի կին, ոչ մի տղամարդ չկա այդպիսի մթնոլորտ, որ վախի մթնոլորտ է։ Ես որպես հայ մարդ ամանչում եմ, որ լրատվամիջոցները այդ ձև են ընդհանրում, որ օրինակ այս գյուղում կրակոցներ կա, մարդիկ վախենում են, ումից ենք վախենում։ Մենք արմեններ ենք, մենք ոնց կարանք վախենանք առհասարակ։ Մարդիկ չեն վախենում, բայց նաև հասցեական է, որտեվ փամփուշտներ են էլի մարդիկ իրենց տներից հավաքել։ Փամփուշտ է էլի, եսի մի չի։ Նորմալ է էլի։ Վախեցնի սյունեցնի։ Մենք ես ձեզ ավելին ասեմ, ես ինքս այդ նույն ուխտը ունեմ արած իմ բազմաթիվ ընկերների եղբայրների հետ, մենք երթում ունենք, որ ցանկացած իրավիճակում մենք մնալու ենք միջև վերջ, այս հողին ենք մեր կյանքը տալու եւ այստեղից մենք չենք դուրս գալու։ Ինչպես որ ցավով եմ ասում, հայը ամենաուժեղ կորիզը, ամենաուժեղ կռվող կորիզը չղեկավարեցին եւ այդ մարդիկ չկռվեցին, այլ մենք կարծում եմ ազգովի պետք է ամանչենք, որ գնացին գերի հանձնվեցին, փոխանակ ամեն մեկը մի ուղղությամբ գնար իր կյանքը տար, հերոսաբար կռվեին։ Պարոն տնտեսական հարց եմ ուզում տալ, առաջ երբ Արցախը կար, Գորիսը նաև այլ տնտեսական նշանակություն ուներ։ Ճիշտ է։ Աշխատատեղերը հիմա ամենակարևորն են, որ մարդիկ համայնքից չգնան։ Ինչպես է բավարարում աշխատատեղերը, ինչ նոր աշխատատեղեր են սպասվում։ Աշխատատեղերի խնդիր առհասարակ համայնքում չկա, ինչքան աշխատող մարդ կա, այդքան իմացեք որ պահանջարկ կա։ Նախ շատ մեծ ռեսուրս է համայնքի այս ծրագրերը, որոնք կան, հարյուրավոր մարդիկ են աշխատում։ Տարբեր ծրագրեր կան, որ գյուղեր տանող ճանապարհներ են վերանորոգվում ազգային կառավարման նախարարության կողմից։ Այսինքն բոլոր կամպանիաները, այստեղ շինարարական բոլոր կամպանիաները այս պահին գործուն են։ Դրանից բացի նոր արտադրություններ են հիմնվում։ Մենք շեշտը դրել ենք գյուղատնտեսության վրա, ոչ թե միայն մեր շեշտը զբոսաշրջությունն է այս պահին Գորիսում, նաև տեղում արտադրությունների վրա ենք դրել եւ կան արդյունքներ։ Տեղական ապրանք արտադրությունները գյուղատնտեսական բրենդավորում են եւ փորձում ենք դա շուկա անել եւ համայնքն է նաեւ այդ իր ռեսուրսը ներդնում, որպեսզի ել ավելի շատ ռոպագանդվի եւ ինչ որ արդյունքի հասնեն մեր տեղացիները։ Ես եմ շնորհակալ, Աստված պահապան բոլորին։